Մաղարշապատ հաշվված համայնքի ընտրություններին ըստ ձեզ այս ձերբակալությունը կալանավորումը կարող է դիմադրություն առաջացնել ընդդիմադիր ընտրականվածի մոտ եւ կոնսոլիդացնել։ Ես խորապես վստահ եմ, որ մեր հանրապետությունում կաշառակերության աջակից ընտրազանգված գոյություն չունի։ Ես չեմ ճանաչում մեկ Հայաստանի քաղաքացի, որը հանուն կաշառակերության աջակից։ Սա է ձեր հարցի պատասխանը։ Ամեն դեպքում անմեղության կախավարկածը ոչ Մի խանգարեք ձեր գործընկերոջը, հարց է տալիս։ Բայց Էմմա Խնդրեմ։ Ինչ եք խոսում։ Ձեր գործընկեր Էմմա Պալյանը ամուսնու հետ կապված եւ հաստատություններով ապացուցված է, որ իրենց տան բնակարանը ինչ-որ ապօրինի կերպով առաջ են տվել եւ այլն, սա կաշառակերության դեպք չի, հովանավորչության դեպք չի, թե դուք դա Ես ձեր հարցի թեմայից տեղյակ չեմ, խոստանում եմ ուսումնասիրել, բայց ենթադրում եմ, որ էլի ձեր խոսքերի մեջ ամեղության կախավարկածի խախտում կա։ Ամեն դեպքում չխախտելով ձեր Մի խանգարեք ձեր գործընկերներին։ Անմեղության ԿՊ-ի եւ իրավապահ համակարգի անմեղության կանխավարկածը չխախտելով ամեն դեպքում, եթե մեր ձևով շարժումը որևէ այսպես անհանգստություններ չէր առաջացնում, ինչու մեկ բառի համար Սամվել Կարապետյանը կալանավորվեց եւ անընդհատ նրա կալանքը երկարաձգվում է։ Ինչ մեր ձևով բառի մեջ։ Բայց ով ասաց, որ տեսեք, համ ասում եք անմեղության կանխավարկածը չխախտելով, համ ասում եք մեկ բառի համար ձերբակալվեց։ Եթե դուք պնդում եք անում, որ մեկ բառի համար է ձերբակալվել, նշանակում է դուք պնդում եք առնում, որ անմեղ մարդուն իրավապահ համակարգը ձերբակալել է։ Դա անմեղության կանխավարկածի խախտում է։ Երկրորդը, մեղադրանք է առաջադրվել տվյալ անձին իշխանության բռնի ոնց էր այդ որ հոդվածով էր իշխանազավթման հոդվածով, որովհետև համապատասխան որովհետև իրավապահ մարմինները եւ դատարանը համարել է, որ իր խոսքերը բավարար են կասկած հարուցելու համար, որ մեղադրանքը իրական է։ Բայց փաստական հիմքեր չի ներկայացվել, միայն մեր ձևով արտահայտություն է։ Դա ձեր գնահատականն է, դա ձեր լրատվամիջոցի մի վայրկյան, դա ձեր գնահատականն է, դա ձեր լրատվամիջոցի գնահատականն է։ Դուք ձեր բոլոր լրատվամիջոցներով կարող եք գնահատել, որ Վարդանիկը սուրբ է, Ռոբերտ Քոչյանը սուրբ է, Սերժ Սարգսյանը սուրբ է եւ դուք դրա իրավունքը ունեք, բայց իրականությունը դրանից չի փոխվում։ Պարոն Ռուբինյան, եթե ես չեմ սխալում, օրենսդիր մարմնի ներկայացուցիչը անդադ նույն մարդիկ եք հարց տալիս, ես առաջարկում եմ Tribune Հա, ոչինչ, ես ներողություն շարունակեմ հարցը։ Սա ճեպազրույց է։ Եթե չեմ սխալվում, օրենսդիր մարմնի ներկայացուցիչը բացի պատգամավորական գործունեությամբ, այլ գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի, եթե դա գիտական աշխատանք չի եւ հասարակական։ Հիմա դուք եւ Վահագն Ալեքսանյանը, որ Civic-ում եք աշխատում, բարձրացնում եք, բա ինչ եք անում այնտեղ։ Չեք աշխատում։ Բա ինչ եք։ Այդ նույն տրամաբանությունն է, որ դուք հիմա ինձ ասեք, որ ես աշխատում եմ Չէ, դուք այնտեղ Հիսուս Քրիստոս 5-րդ տալիքում կամ ՀԺ-ում կամ H2-ում կամ Tribune AM-ում եւ այլն։ Դրանք տարբեր բաներ են։ Տարբեր բաներ չէ, absoluտ։ Ես աշխատում եմ եւ ես գրանցված չեմ որպես աշխատող։ Ինչու կարիք առաջացավ ոդկասթի ձեր խոսքը ասելիքը։ Այ լավ հարցեր եք տալիս։ Այո, ասեմ։ Չէ, ասեմ ինչի ոդկասթի կարիք առաջացավ։ Ես զգացի, որ երբ որ ճեպազրույց եմ տալիս ձեզ բոլորիդ, դուք րոպեն, ասենք, չգիտեմ, 16 հարց հաճախականությամբ ինձ ընդհատում եք եւ չեք թողում պատասխանեմ։ Կամ սկսում եք մի վայրկյան, կամ սկսում եք վիճել ինձ հետ, ինչին ես դեմ չեմ, կարելի է բանավեճային ֆորմատով զիջել, բայց ես զգացի, որ դուք շատ եք դժվարացնում իմ մտքերն արտահայտելը, որովհետեւ ընդհատում եք ինձ։ Հետո պարոն Ալեքսանյանը ինձ խոստացավ, որ չի ընդհատի, ես էլ իրեն խոստացա, որ չեմ ընդհատի։ Բայց այդ ֆորմատը չի, որտեղ եթե մենք սուր հարցեր ուզենք, մենք գալիս ենք ստեղ, տեսնում եք, չեմ խոսապում բացարձակ ձեզնից։ Երկու հարց բան։ Բայց վերջին հարցը էլի խնդրեմ։ Վերջին երկու հարց։ Որտեղ տինիստ վարան։ Լրատվամիջոցների հետ կապված ասացիք Քերմինեի հարցին պատասխանելիս, որ դուք ազատ եք որպես լրագրող, լրատվամիջոց ունենալու ձեր կարծիքը, բայց չգիտեմ ինչի ստատուսներ եք գրում, որ պարսավանքի արժանի այն բոլոր լրատվամիջոցները, որոնք պաշտպանում են կաշառակեր սրիկայի, նախ դուք ինքներդ
կարգել եք մարդուն արդեն կաշառակեր սրիկա առանց դատական ակտի ու նշել եք բանի հրապարակի խմբագրի Արմինե Օհանյանի անունը։ Սա ինչ է, եթե ոչ լրատվամիջոցներին թիրախավորում բարձրաստիճան պաշտոնյայի կողմից։ Շատ լավ։ Հիմա արագ խնդրում եմ մի ընդհատեք, որտեղ պետք է գնամ նիստ հասցնեմ պատասխանեմ։ Սիրելի Ռիփսիմե, լրատվամիջոցի թիրախավորումը հետևյալն է։ Օրինակ, երբ որ լրագրողին ծեծել են տալիս։ Օրինակ, երբ որ լրագրողին վրա գործ են կարում, նստացնում են։ Օրինակ, չգիտեմ, երբ որ մտնում են մի վայրկյան, մտնում են խմբագրություն, ինչ ասեմ, համակարգիչները արգրավում են։ Երբ որ, չէ, ոչ միայն ֆիզիկական, ասում եմ, երբ որ դատում են եւ այլ Իմ ասածը քննադատություն է, սովորեք քննադատությանը։ Բոլորը վիրավորանք չի, ոչ ոքի չեն վիրավորել։ Դե հիմա ես պատճառ ունեցել եմ դա ասելու համար եւ դա վիրավորանք չի։ Հաջորդ երկրորդ հարցը։ Ոնց է ստացվում, որ կաթողիկոսի հետ կապված այդ հայտնի ձայնագրությունն է, այսպես ասած, ուծեչկա է կանում Արոն Չախոյանի հետ կապվող Media News AM։ Ես ոչինչ ուծեչկա չեմ արել։ Դուք չեք արել դա։ Բա ոնց է լինում, որ հենց այդ լրատվամիջոցի միջոցով է։ Չգիտեմ, իսկ ոնց են լինում, որ տարբեր ստահոդ լուրեր սպրդում են տարբեր լրատվամիջոցներով, այդ թվում որոշ լրատվամիջոցներով, որի ներկայացուցիչներից դե խոսքը գաղտնալսման, գաղտնի ձայնագրման մասին է։ Բայց դուք գիտեք ո՞վ է դա գաղտնած ձայնագրել դա։ Դուք գիտեք, ես չգիտեմ։ Ոնց է, որ Նաթան Սրբազանի Ասում եմ, ով է ձայնագրել, դու դա գիտեք։ Դուք պիտի իմանաք։ Բայց ես չգիտեմ։ Ես մամուլում եմ տեսել։ Հա ինչ անեմ։ Ինչ այսինքն ցանկացած, եթե դուք վաղը ինչ որ մեկին գաղտնալ լսեք, ես եմ դրա համար պատասխանատու։ Այսքանով ավարտենք, շնորհակալ եմ։